այդտեղ գրում է 98% AI, ինչեր ես առավոտը ժամը 6-ին լացում, բայց ոչինչ չենք կարող փոխել, որ հասցրել դիմել։ Ողջույն բոլորին, ես Մարին եմ, 2026-27 թվականի Flex ծրագրի հաղթող։ Նախորդ վիդեոյում ձեզ պատմում էի Flex ծրագրի մասին, ինչ փուլերից է բաղկացած, բայց այս վիդեոյում կենտրոնանալու եմ հենց իմ experience-ի վրա, պատմելու եմ ձեզ իմ փորձից, ինչպես եմ որոշել դիմել, ինչերի միջով եմ անցել։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախորդ վիդեոյի ակտիվության համար։ Շատերը YouTube-ից իմեջը գտել էին Instagram-յան ու ինձ գրել էին օգնության համար, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև ըստ իս իմ վիդեոն ծառայում է իր նպատակին, այսինքն ես օգնում եմ մարդկանց ծրագրի մասին իմանալու ու մարդկանց մոտ հետաքրքրություններ առաջացել։ Նայեք իմ ձեռքում գտնվող այս բարձիկին, սա գործել է իմ տաղանդաշատ դասընկերուհին։ Flex ծրագրի մասին իմացել եմ շատ շուտ, ինչպես նշել էի նախորդ վիդեոյում, Աննա Բաղդասարյանի էջից եմ իմացել Flex ծրագրի մասին, բայց այդ ժամանակ զուտ նայում էի ու զուտ հետաքրքրություններ առաջացել, ոչ մի քայլ չէի ձեռնարկել դիմելու կամ ավելի շատ տեղեկություններ ստանալու։ Ավելի շատ տեղեկացել եմ Flex ծրագրի մասին 2025 թվականին, եթե անկեղծ, ու դիմելուց հետո 2024 թվականին իմ դասընկերը դիմել էր Flex ծրագրին ու ես իմանալով, որ այդպիսի ծրագիր գոյություն ունի, տխրեցի, որ չեմ հասցրել դիմել, բայց հետո ինքը ասաց, որ ես այնպես չէի կարող դիմել, որովհետև իմ տարիքը չէր համապատասխանում։ Էլի մոռացել էի այս ծրագրի մասին, հետո հիշեցի 2025 թվականի ամռանը, հունիս ամիսներին սկսեցի նախապատրաստվել առաջին փուլին, սովորում էի էսեյներ գրել, լիքը վիդեոներ էի նայում, տարբեր մարդկանց փորձն էի նայում, ինչը խորհուրդ կտամ նաև ձեզ։ Օգոստոսի 1-ին երաժշտական դպրոցից վերադառնալուց տրանսպորտի մեջ սենց scroll էի անում ու տեսա Flex-ի հրապարակումը, որ հայցադիմումները արդեն բաց են։ Ինձ թվաց, որ եթե գնամ գրանցվեմ, առաջին փուլը միանգամից կսկսվի։ Հենց օգոստոսի 1-ին ես գրանցվում եմ ու հետո հասկանում եմ, որ զուտ դու ուղղակի գրանցվում ես, իսկ առաջին փուլը ավելի ուշ է սկսվելու։ Այդ ժամանակ ակտիվ ձևով AI-ի հետ էինք էսեյներ գրում ու հիմա կպատմեմ, թե ինչի բերեց AI-ով պարապելը։ Ես տենց մի քանի օր անցնում է ու առաջին փուլը սկսվում է եւ ես միանգամից գնում սկսում եմ մասնակցել առաջին փուլին։ Մենք ունենք 5 օր, ես հենց առաջին օրն էլ հաստատել եմ իմ էսեյները, իմ առաջին փուլի application-ը ու սպասել եմ երկրորդ փուլի անգլերենի տեստին։ Ամեն ինչ ընտիր էր գնում, շատ գոհ էի իմ շարադրությունից, շատ հավես թեմաներ էին ընկել ու ամեն ինչ հոյակապ էր։ Ես չգիտեի, թե երբ ենք իմանալու անցել ենք, թե չէ, ես նույնիսկ չգիտեի, որ գոյություն ունի երրորդ փուլ, որովհետև ես մոռացել էի այդ ամեն ինչի մասին ու ես նույնիսկ մտածում եմ, որ երրորդ փուլը լինելու է on-line։ Այո, ես շատ տեղեկացված եմ եղել այդ ժամանակ Flex-ից, Աննայի էջից, բայց այդքան խորությամբ տեղեկություններ չունեի ու դրա համար նշեցի, որ Flex-ի մասին ավելի շատ պատկերացում եմ ունեցել 2025 թվականին, հատկապես առաջին եւ երկրորդ փուլերը հաստատելուց հետո։ Հետո լինում են տեղեկատվական հանդիպումներ ու իմ ստրեսը սկսվում է, որովհետեւ ես հասկացա, որ ավելի ճիշտ կլիներ չշտապել, մասնակցել այս հանդիպումներին ու հետո տեղեկություններ ունենալով նոր դիմել, բայց ոչինչ չէինք կարող փոխել, որովհետեւ ես արդեն հաստատել էի մասնակցությունը ու այդ ընթացքն անցավ։ Հետո մի օր հանդիպումների ժամանակ Flex անցած մասնակիցներից մեկն ասաց, որ էսեյները AI check-եր են անցնելու ու պետքա AI չօգտագործենք, որովհետև եթե իմանան, որ AI ենք օգտագործել, մենք որակազրկվելու ենք։ Միանշանակ ես AI չէի օգտագործել իմ շարադրությունների մեջ, բայց որոշում եմ, որ պետքա գնամ Google-ում իմ էսեյը դնեմ ու AI check-անի տեսնի ինչքան մասն է իմ շարադրության գրված AI-ով։ Զուտ հետաքրքրություն էր առաջացել, որ եթե AI check են անելու, ես համոզված լինեմ, որ խնդիր չի լինելու։ Ես մտնում եմ Google, ուղարկում եմ իմ էսեյները ու այդտեղ գրում է 98% AI։ Մտածում եմ, որ օքեյ, այս ծրագիրը լավ չի աշխատում։ Մի ուրիշ կայք եմ գնում ու այդտեղ եմ ստուգում, այդտեղ էլ է նշում, որ 80-ից 90%-ով գրել է AI-ը։ Ուղարկում եմ ChatGPT-ին, ինքն էլ է ասում, որ սա գրել է AI-ը։ Ես գրում եմ մասնակիցներից մի քանիսին, ասում եմ, որ այսպիսի խնդիր կա, ես եմ գրել, բայց AI check-երն ասում եմ, որ այս AI-ն է գրել, իմ ստրեսը կրկնապատվում է, ես նույնիսկ այդ ժամանակ գրել եմ Flex-ի պաշտոնական էջին, որ թողնեն ես մի հատ էլ գրեմ իմ շահադրությունները։ Ես շատ ուրախ եմ, որ իրանք չեն պատասխանել իմ նամակներին ու երևի չեն էլ տեսել, այդ շատ լավ է։ Ինձ հանգստացրեցին, նախորդ մասնակիցները ասացին, որ եթե դու վստահ ես, որ դու ես գրել, ոչ մի խնդիր չի առաջանալու։ Ինչեր իմ գրածները նման AI-ով գրածների։ Ես սկզբում նշեցի, որ պարապում էի AI-ի հետ։
ու միանշանակ Իրանից ինչ-որ բառեր էի վերցրել իր գրելու ձևով էի գրում ու այդ ամեն ինչը բնականաբար համակարգը կհասկանար որպես AI-ով գրված, բայց բարեբախտաբար իմ անձնական փորձն էր այդտեղ գրված, որ AI-ը չէր կարող այդ զուտ հորիներ, որովհետև իսկապես շատ անձնական թեմաներից եմ խոսել։ Ես այդ ժամանակ էլի ակտիվ ձևերով աղոթում էի, մանիֆեստ էի անում ու սպասում էի պատասխանների։ Մի օր հոկտեմբերի, եթե չեմ սխալվում, ես արթնանում եմ, սովորականի պես իմ notification-ներն եմ ստուգում ու sense որ իջացնում էի նայ notification-ները, ինչ-որ email եմ տեսնում, որի վրա գրված է flex, բայց ուղղակի չգիտակցում, որ դա գրված է flex, այդ ժամանակ չեմ ֆիքսում, զուտ իջնում եմ ներքև։ Մեկ ինչ-որ միտեղ երևի մնացել էր ուղեղից մեջ, որովհետև եթե մենք նույնիսկ ուշադրություն չենք դարձնում, այն ինչը որ տեսնում ենք, պահպանվում է մեր ուղեղի մեջ։ Հասկանում եմ, որ այդտեղ ինչ-որտեղ գրված էր flex։ Այդ ժամանակ մտածում եմ, լավ, երևի ինչ-որ հերթական հարց է, ու գրված է այն նամակը, որ ես սեմիֆինալիստ եմ ու ես չեմ հավատում, անկեղծ չեմ հավատում ինչա կատարվում, էլի այստեղ միտեղ կթողնեմ նամակը, կտեսնեք ու այդ օրն էլ ես գնում էի Երևան, բավականին շուտ էի արթնացել ու սենց բոլորը զարմացած էին, թե ինչեր ես առավոտը ժամը 6-ին լացում, առաջինը գրում եմ Ալենին, ասում եմ, որ սեմիֆինալիստ եմ, Ալենը ժամանակավորապես եղել է իմ English teacher-ը, ուղարկում եմ իրան, ինքնին շնորհավորում է ու հետո այդ screenshot-ը դնում է իր story-ին մի աղջիկ պատասխանում է, որ կարա ինձ օգնի, Ալենը ինձ սիրահիջ նա տալիս, ես իրան հետևում եմ, գրում եմ ու ինքը ինձ իսկապես շատ օգնում է, շատ լավ խորհուրդներ է տալիս, Մարիամը, իդեպ բարևներ Ալենին եւ Մարիամին, եթե նայում են այս վիդեոն, Մարիամի հետ ամբողջ գիշեր քննարկում ենք, խոսում ենք այս ծրագրի մասին, ինքը իր եղբոր փորձն է պատմում, ծրագրներից ենք խոսում, մի խոսքով շատ լավ խորհուրդներ է տալիս։ Հետո լինում է ինֆո հանդիպում երրորդ փուլի հետ կապված, դրանից հետո ես սկսում եմ ակտիվ կերպով հարցազրույցը պարապել, Մարիամի հետ ենք հարցազրույց պարապել։ Մարիամը ինձ պատմեց, թե իր եղբայրը հարցերից մեկին ոնց է պատասխանել ու fun fact, որի մասին նոր եմ բարձրաձայնում, երրորդ փուլի ժամանակ հարցազրույցի հարցերից մեկին պատասխանել եմ հենց այնպես, ինչպես Մարիամի եղբայրը, որովհետև չգիտեի ինչ ասեի։ Մի խոսքով չեմ ուզում հիմա նշեմ, թե այդ ինչ հարց է եղել ու ոնց եմ պատասխանել, որ չգիտեմ ոնց ու ինչ հրաշքով եմ ես իմ ծիծաղը պահել ու այդտեղ չեմ խնդացել հարցազրույցի ժամանակ։ Գնում ենք արդեն երրորդ փուլին, ես կարծում եմ, որ չեմ ուշանում։ Մեկ էլ ժամը նայում եմ ու տեսնում եմ, որ 9:45 է։ Գնում նստում եմ մեքենան ու որ արդեն պետք է գնանք մեր մարզ կենտրոն։ Ինձ այդ ժամանակ զանգում են Flex-ից, ասում են, բա Մարի ջան, ուր եք, չեք գալու, ասում 10-ին պետքա չլիներ հանդիպումը, 2 րոպե դե կար, ասում են հա, ասացի դե հեսա կհասնեմ ու տենց ես լարված, որ ուշանում եմ, ինձ թվում արդեն իրանք սկսել են երրորդ փուլը առանց ինձ, հետո ես արագ գնում եմ, քանի որ այն դպրոցը, որտեղ իրականացվելու էր երրորդ փուլը, այդքան լավ չէի ճանաչում, զուտ կանգնել եմ դրսում, զանգում եմ իրանք, իրենք ինձ չեն պատասխանում ու այդ դպրոցի պահակը սիրում եմ ձեզ։ Գալիս է, ասում է աղջիկ ջան, ինչ ես եկել, ինչ խնդիր կա, ինձ ուղեկցում է այնտեղ, որտեղ անցկացվելու էր երրորդ փուլը, գնում եմ ու արագ նստում եմ ու սկսում ենք շարադրությունները գրել։ Ես ամբողջ ընթացքում զուտ գրել եմ ու վերջին հենց այդ ստոպին նոր գրիչս դրել եմ սեղանին։ Հետո դուրս ենք եկել, տեղ ծանոթացել եմ մեր սեմիների հետ, իրանք շատ լավն էին անկեղծ։ Ու հետո գնում ենք group game-ի, խմբային խաղի, ու այդ խմբային խաղն էլ շատ հավես անցնում, այդքան չեմ խորանա, թե ինչ ենք արել, բայց իդեպ մենք 3 հոգի էինք ու այնքան հեշտ էր այս 3 հոգով ինչ-որ բան անելը։ Հետո առաջինը ես էի, որ պետքա գնայի ինտերվյուի, ես ամբողջ ընթացքում դողում էի նախքան ինտերվյուի գնալը, ու ինձ թվում էր, որ ցուրտ է, հետո պարզվեց, որ լարված էի զուտ, ամեն ինչ այնքան անմիջական էր, որ իմ լարվածությունը միանգամից անցավ։ Իդեպ, ես ինտերվյուից հետո դուրս եմ գալիս, իմ անձնագիրը թողնում եմ այդտեղ, ու ինձ հետ են կանչում, որ գամ անձնագիրս վերցնեմ։ Հետ եմ գալիս տուն ու գնաց ստրեսը։ Մարի դու փչացրել ես քո ինտերվյուն, ամեն ինչ այնքան լավ չէ, ինչքան որ դու էիր պատկերացնում։ Զուտ այդպես է, չէ, ես դու լիքը լավ կողմեր ունես, բայց հենց մի հատ վատ կողմ ես նկատում, всё, կենտրոնանում ես այդ վատի վրա, մոռանալով թե ինչքան լավ բան ես դու արել, ու նույնի իմ մոտ էր, մնացած ամեն ինչ եղել է ստրես ու սպասողական վիճակ։ Ու գալիս է հունվարը, ես ստանում եմ այն նամակը, որ պետք է մասնակցեմ ELTIS թեստին, իրականում չգիտեմ LT սա կոչվում, թե ELTIS, բայց ես կասեմ ELTIS,
Թեստը լրացնելու ժամանակ մենք նաև միթի էինք, այսինքն ես հեռախոսով էի միացել ու համ միթի էի, համ պետքա թեստը լրացնի, նույն հեռախոսով։ Ինձ ասացին, որ հնարավոր է հեռախոսով մասնակցել, բայց հենց հերթը գալիս է լիսնինգներս չեն միանում։ Ես քանի որ ասել եմ, որ չխոսանք, որ ուրիշներին չխանգարեն, ես մտնում եմ զուտ այդ միթի չաթում, գրում եմ, որ սենց խնդիր կա, չի բացում, ինձ ասում են, որ դուրս գա միթից ու առանձին մասնակցեմ։ Ուրեմն իմ մոտ մի հատ հրաշագեղ միտք է ծագում ու ես որոշում եմ, որ պետք է գնամ ուրիշ հեռախոս բերեմ ու իմ թեստը լրացնելու ընթացքը նկարեմ։ Իրանց գրում եմ, որ անհրաժեշտության դեպքում կարամ իրանց տրամադրեմ տեսանյութը, որպեսզի պարզ լինի, որ ես ոչ մի տեղից չեմ օգտվել։ Մի օր որոշում եմ ատամներս ձախ ձեռքով լվանամ ու խնդրեմ, որ ինչ-որ հուշում ստանամ, որ ծրագիրը անցել եմ։ Գալիս է ժամը 11-ը, ես ոչինչ հուշում չեմ ստացել։ Հասկանում եմ, որ այդ ամեն ինչը ինձնից է կախված ու ես պետքա փնտրեմ այդ հուշումը, մտնում եմ Telegram ու սկսում եմ Flex-ի չաթեր մանգալ, ընկեր եմ ձեռք բերում արտասահմանից ու ինքը ինձ այդտեղ պատմում է, թե ինչա ELTIS-ը ու ես դրանից իմ հուշումը ստանում եմ ու ինքը ինձ վերջում ասում է You are going to be a finalist։ Ես չգիտեմ նորմալ էր այդ հուշումը ընդունելը թե չէ, որտեղ այդ զուտ խոսք էր, բայց այդ ժամանակ իմ ուղեղը տրամադրված էր, իմ ուղեղը պատրաստ էր ցանկացած փոքր բան, թեկուզ մի հատ կապույտ գույն տեսնելը ընկալեր որպես հուշում։ Հանկարծ ինձ մի հատ աղջիկ է գրում ու ասում է, տեսա որ կանալներում ակտիվ ես, կուզես քեզ գցեմ հայերի սեմիֆինալիստների չաթ։ Սենց ես ուրախանում եմ, ասում եմ իհարկե կուզեմ, սենց ավելանում եմ իրանց Telegram-ի կանալ, հետո ինձ գրում են, որ Instagram-ում սեմիները ավելի ակտիվ են, չաթը ավելի ակտիվ է, ու նաև գնում եմ սեմիֆինալիստների Instagram-յան չաթ ու իրանց հետ եմ ծանոթանում, բոլորը շատ լավն էին, ես ձեզ բոլորից սիրում եմ, եթե այս վիդեոն նայում եք։ Մի խոսքով այդ օրը իմ հուշումը ստացա ու աշխատեց ձախ ձեռքով ատամներս լվանալու ամբողջ օրը աղոթելը։ Հետո մի օր հասկանում եմ, որ всё, մարի չի կարելի անդադ կենտրոնանալ այս մի բանի վրա, որովհետև շատ անկախատեսելի է, դու կարաս անցնես ու դու կարաս չանցնես։ Մարտ ամսին արդեն փնտրում էի ուրիշ ծրագրեր ու լիքը ծրագրեր գտա, լիքը ծրագրերի մասնակցեցի ու հասկացա, որ լիքը հետաքրքիր բաներ էլ կան ու պետք չի մենակ սահմանափակվել այս ծրագրով։ Եթե հաղթես, լավ, եթե չհաղթես, լավ։ Վերջապես ապրիլին ես ստանում եմ պատասխանները, ոչ թե ձեռք բերում էր հենց մենակ Flex-ի ֆինալիստ դառնալը, այլ լիքը լավ բաներ, օրինակ ես շատ մոտ ընկերներ ձեռք բերեցի, շատերի հետ մոտեցա, շատ լիքը բաներ սկսեցի հասկանալ, էմոցիոնալ առումով զարգացա, հասունացա, բայց այն ամենակարևոր ձեռքբերումը, որ ունեցել եմ, այդ դրա մասին չեմ խոսելու, ինձ թվում է ես դեռ պատրաստ չեմ դրա մասին խոսալու, կխոսեմ երևի այն ժամանակ, երբ որ ԱՄՆ-ից ետ կվերադառնամ, այսքանի իմ experience-ի մասին, ինձ թվում է էլի շատ բաներ են եղել, ուղղակի այս պահին չի գալիս մտքից, որ ձեզ պատմեմ, այսօր այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեք, կոմենտներ գրեք, հետևեք իմ Instagram-ին ու եթե հարցեր ունենաք գրեք ինձ, բոլորին կպատասխանեմ, այսօր այսքանը, կհանդիպենք, bye!